Միայն իմանից ես ավետիսյանությունն եմ, ավարտել եմ Պուշկինի դպրոցի, իմ ծնողներն են ավարտել այս դպրոցը և բոլորս մեր դպրոցի որակ են վստահում ենք, ուսուցչական անձնակազմը փայլում է, ապահովում է և կրթության մակարդակ, և դաստիարակչական աշխատանքները կատարվում են բարձր մակարդակի և դա կատարվում է տնօրենի բարձր հովանու ներքո և գլխավորությամբ։ Կարող եմ ասել, որ մեր դպրոցում իրոք դրված բարձր ցուցանիշ որակի կարելի է վիճակագրությունը ուսումնասիրել և տեսնել, որ մեր դպրոցի շրջանավարտները ինչ արդյունքներ ունեն, ինչ բուհերում են սովորում, ինչ պաշտոնների են նշանակված և ընտրված և այլն։ Որակը և մակարդակը շատ տնօրենի դերը այդ հարցում բավականին բարձր է, որովհետև տնօրենը ինքը հանդիսանում է կառավարիչ և եթե կառավարումը կատարվում է բարձր մակարդակի, մնացած գործընթացները արդեն կազմակերպվում են լավ։ Մեր ցանկությունն է, որպեսզի Նատալի Գարինային վերանշանակեն այդ պաշտոնին, եթե այս պահի դրությամբ ինչ-ինչ հարցերի ելնելով հնարավոր չի դա կատարել, գոնե ժամանակով պաշտոնակատար նշանակվի այնպիսի անձնավորություն, որը մեր դպրոցի որակին ծանոթ է, գործընթացները հեշտ կկառավարվի, առավել ևս մայիսյան ժամանակահատվածում և հնարավորություն ստեղծվի, եթե մենք բաց ծանոթ չենք ինչ է տեղի ունեցել, ինչն է պատճառ եղել, որ Նատալի Գարինային չեն հաստատել այս պաշտոնին։ Տեղեկատվության բացակայությունը բերել է այսպիսի վրդովմունքի։ Օրինակ, եթե հրապարակեն ձայնագրությունը եւ ստացվի այնպես, որ քաղաքապետարանը ճիշտ որոշում է կայացրել եւ տնօրենը որոշ սխալներ է թողել, այդ դեպքում ձեր քայլերը որոնք են։ Ես հակված եմ այն մտքին, որ եթե 12 տարի Նատալի Գարինան իր կառավարումով կարողացել է ապահովել այս որակը, որոշակի թեթև թերություններ ոչ բոլորը կարան այսօրվա դրությամբ այս ատեստացիաները անցնեն եւ ոչ բոլոր կառավարիչներն հիմա ատեստավորվում այն բարդ մակարդակի, ինչպես դպրոցի տնօրենները։ Ես հակված եմ այն մտքին, որ եթե հրապարակվի, ինչ-որ հարցեր պարզվի, այդ ժամանակ հնարավորություն ստեղծվի եւս մեկ անգամ ատեստացիան անցնելու։ Բայց քանի որ ես ասում եմ, որ որակը գոյություն ունի մեր դպրոցում եւ որակը ապահովված է, եթե 12 տարի Նատալի Գարինան կարողացել է այդ որակը ապահովել, արդյոք այդ ատեստացիայի ընթացքում միգուցե վատազգացի ինչ-որ պահ կամ ինչ-որ բաներ լինում է, որ ուսանողը մի տարի չի ընդունում, մյուս տարի ընդունում, բայց դա չի նշանակում, որ այդ մարդը ընդհանրապես այլևս սպիտանի չի։ Իսկ այս պահին լրիվ դասադուլ է, թե ինչ-որ դասապրոցես իրականացվում է։ Ճիշտ ասած, ես դպրոցի ծնող եմ ու տեղյակ չեմ, այո, իմ երեխան այսօր չի եկել դասի, ու ասեմ, որ ինքը վատ առողջ է եղել հինգշաբթի օրը, չէր եկել ու բարձր ջերմությունով պարկածել, բայց որ իմացավ դպրոցում սենց իրավիճակ է, սկսեց լացել ու խնդրել ինձ մամա ջան, արի գնանք դպրոց, արի գնանք տեսնենք ինչա պատահել։ Ես ձեզ ասեմ, Նատալի Գարինայի օրոք քրոջս աղջիկը ավարտել է այս դպրոցը։ Ինչի եմ դա մատնանշում, որովհետև ուզում եմ այդ որակը եւս մեկ անգամ ձեզ ցույց տամ։ Այսօր իր երեխան սովորում է մեր դպրոցում երկրորդ դասարան։ Դա նշանակում է, որ որակը եւ ամեն ինչը այնքան է բավարարել ես, որ մենք մեր երեխային նորից բերել ենք մեր դպրոց։ Եվ իմ կարծիքն է, որ ինձ համար ավելի հաճելի եւ ցանկալի կլներ, որ փակ քվեարկություն կազմակերպվեր ծնող կոմիտեներով դպրոցի տնօրենի եւ թող նախարարություններ որպես երրորդ անձ դիտորդ լիներ այդ գործընթացին։ Այդ ժամանակ ամեն ինչը պարզ կլներ։ Արդյոք 12 տարվա կառավարման փորձ ունեցող մարդը չի կարող շարունակել իր պաշտոնավարումը։